IT-ն ինքը օրգանիզմի նման է, անդադ փոփոխություն է ուզում, անդադ սպասարկում է ուզում։ Ծրագրավորող ես, ուրեմն պիտի կոմպոս կանաս ֆորմատ անես։ Կարիք չկա junior-ը։ AI-ը սկսել է ոչնչացնել իրան ստեղծող, ծրագրավորողն է, չէ՞։ Դու չգիտես ինքը իրան ոնց կպայի։ AI-ը ինքը նաև զենք է լինելու։ Ստեղծել մի բան, որը որ քեզանից խելացի է։ Պատերազմն են գինն է, որը վճարում է մարդկությունը առաջընթացի համար։ Չինաստանում հանգիստ կարան փակեն, դու խմիչք չառնես։ Քո քարտով, քո ֆինանսով դու խմիչք չառնես։ Այնտեղ որտեղ ֆիզիկան ավարտվում է, այնտեղ սկսվում է մետաֆիզիկան։ Մաթեմատիկան դա լեզու է, որը որ պատմում է բնության մասին։ Մետաֆիզիկայի գիտելիքը ինքը ամեն օր մեր վրա դա ազդում է, մենք դրանով ապրում ենք։ Մեծ նպատակ կա դրա տակ, այդ մեծ նպատակին հասնելու համար ինչ-որ տարբեր աստիճաններ է պետք։ Այդ աստիճանները ոտը դնում ես, պետք է կայանաս անցնես հաջորդ աստիճանը։ Ամենակարևոր բաները աշխարհում աչքով չես կարա տեսնես։ Ողջունում եմ բոլորին, մենք այսօր նկարում ենք շատ հետաքրքիր պատկաստ, շատ հետաքրքիր հյուրի հետ։ Խոստանում եմ, որ լինելու է ֆանտաստիկ դիալոգ, տարբեր sense մի քանի շերտով, բայց մինչև իմ հյուրին ներկայացնելը ես ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին։ Առաջի գործընկերը Spin Production ընկերությունն է, որի հարկի տակ նկարում ենք մեր բոլոր պատկաստները։ Երկրորդ գործընկերը Red Invest Group ընկերությունն է, իր Bosco նախագծով, որը քաղաքային կյանքին շատ մոտիկ, ընդամենը 20 րոպե հեռավորության վրա մի ամբողջ քաղաք է կառուցվում, որտեղ լինելու է նաև Յուվենտուսի ակադեմիան, որտեղ լինելու է ամբողջական ենթակառուցվածքներ առողջ ապրելակերպի, սպորտով զբաղվելու, էկոլոգիական մաքուր միջավայրում ապրելու եւ լիարժեք կյանքով ապրելու համար, եւ եթե կցանկանաք նման պրոյեկտում ունենալ ձեր անշարժ գույքը, ապա անցեք հղումով եւ դիմեք Red Invest Group-ին։ Եվ մեր երրորդ գործընկերը Lalunz ընկերությունն է, որը զբաղվում է մանկական տեքստիլի արտադրությամբ եւ նաեւ կորպորատիվ հանդերձանքի արտադրությամբ։ Եթե ձեր ընկերությունը ունի կորպորատիվ հանդերձանքի կարիք, ապա կարող եք դիմել Lalunz ընկերությանը, մենք հղումը անպայման կդնենք կայքի եւ ձեր թիմի համար կարող եք ունենալ որակյալ, ժամանակակից, ոճային հագուստ, որը բարբերաբար կարող եք թարմացնել Lalunz ընկերության հետ, որի հիմնադրի հետ մենք նկարել ենք պատկաստ եւ պատկաստի հղումը նույնպես կդնենք մեկնաբանությունները։ Դե իմ հյուրն է, մեր ակումբի անդամ, իմ լավ ընկեր, Check-it ընկերության հիմնադիր, նաև էլի մի քանի ընկերություն ունի Հայկը, Check-it, Webster ու մեր մյուս պրոյեկտն էլ, որը որ դեռ սկսում ենք։ Հետո դրա մասին խոսենք։ Հայկ Ավդիշյանը, մարդ, լավ ընկեր եւ նաեւ ինչի՞ չէ մեր Շտոկձե Կագդա խաղի բազմաթիվ անգամ հաղթող ընկեր։ Նաև գիտնական, ֆիզիկոս, նախկին ֆիզիկոս, ով ֆիզիկայի աշխարհից եկել է բիզնեսի աշխարհ եւ ստեղծել է մի քանի բիզնես։ Հայկ ջան, բարով ես եկել։ Ողջույն Գրիգոր ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Ուրախ եմ, որ իրար հետ այս զրույցը կունենանք։ Դու փաստացի գիտությունից ես եկել բիզնես ու նենց է ստացվել, որ այդքան էլ այդ գիտության հիմքի վրա չի, բայց ամեն դեպքում այդ գիտությունը քեզ օգնել է բիզնես անես։ Ոնց է եղել։ Գիտություն հիմքն է եղել, բայց իրականում գիտությունից ու բիզնես անցնելը արանքում մի հատ էլ շերտ է եղել, այդ ինչ որ աշխատանք փնտրելն է։ Հա։ Հետո այդ աշխատանքը Մենք ասես ինչ գիտություններ, որ մեր ունկնդիրները իմանան։ Միջուկային ֆիզիկա, բարձր էներգիաների ֆիզիկա, արագացուցիչների մասնագետ եմ եղել։ Աշխատել ես Kendall ինստիտուտում, ինքը նորանկախ հանրապետության երևի թե միակ ֆիզիկայի ինստիտուտն է, որ զրոյից հիմնադրվել է նորանկախ Հայաստանի պատմության մեջ։ Հիմնադիրը Վասիլի Մկրտիչովիչը, ինքը արագացում է, հա, եղել։ Չէ, ավանում է ինստիտուտը, բանի մասին է, արագացուցիչ ենք սարքել, գծային, չգիտեմ, կալեյդերը գիտես երևի արագացուցիչը, դրա ինչ որ գծային փոքր ավելի ֆունդամենտալ ֆիզիկայի համար։ Այդ բանում է, չէ, ռադիոլոգիայում է, բժշկության մեջ է օգտագործվում։ Ինքը համտեղ կարաս օգտագործես, համ տարբեր տեղեր, բայց այն ինչ սարքել ենք, ինքը ֆունդամենտալ գիտության էքսպերիմենտների համար է։ Այսինքն թիրախին էլեկտրոններ են խփում, ինչ որ երևույթներ անում, այդ երևույթների հետազոտություն, չափում ֆունդամենտալ ֆիզիկայի փորձերի համար է։
շատ հետաքրքիր փորձառություններ են առումով, որ այդ ամեն ինչը հավաքող թիմի միջին տարիքը 29 տարեկան էր, շատ երիտասարդ թիմ էր, հիմա այդ թիմի մեծ մասը, հենց սկզբի ահագին մասը դուրս է եկել, բոլորը երևի թե բոլորը բիզնեսի մեջ են ու IT բիզնեսի մեջ։ Դից մի խմբով հետագայում կպանք իրար, փորձեցինք ինչ-որ ստարտափ անենք, որը որ չստացվեց, դառանք outsource կամպանիա, 4P1P-ներ, COVID-ի ժամանակ ուղղակի փակվեցինք բանի ֆինանսական պատոկներ, մի խոսքով զակազներ բան չկար, փակվեցինք։ Այդ ընթացքում դրան զուգահեռ բացեցինք ընկերոջս հետ Check-it-ը, որը որ դասական առումով, որ ասում են 0-ից սկսած բիզնես էր, այսինքն ունեինք մի հատ օբյեկտ, որը որ սպասարկում էինք, հետո քիչ-քիչ օրգանիկ ձևով այդ օբյեկտների քանակը ավելացավ։ Ինչ ասելա օբյեկտ սպասարկում ենք օբյեկտ։ IT outsource ծառայություն ենք մատուցում, այսինքն այդ օբյեկտի, այդ բիզնեսի ամբողջ IT ինֆրաստրուկտուրայի կառուցում, սպասարկում, սերվերներ, Wi-Fi-ներ, չգիտեմ, ամեն ինչ է իր ամբողջ IT ինֆրաստրուկտուրան։ Մի անգամ որ սարքում եք հերիք չի, պետք է հետո էլի սպասարկեք։ Հա, IT-ն ինքը օրգանիզմի նման է, անդադ փոփոխություն ա ուզում, անդադ սպասարկում ա ուզում, սարքեր են, որոնք հնանում են, փչանում են, վատ են աշխատում, Այն կար չէ, մեր ուսանող ժամանակվան, որ եթե դու ծրագրավորող ես, ուրեմն պետք է կոմպոս կանաս ֆորմատ անել։ Ես այդ կարգավիճակում եմ, որովհետև այն բիզնեսն էլ կա, ծրագրավորման բիզնեսն էլ կա, գիտեմ, որ մարդիկ մտածում են, որ այտենց պետք է կայանամ համ ֆորմատ անեմ, համ էս անեմ, համ, բայց այդ ուղղությունից IT-ի համարյա թե բան չունեմ, էլի, մասնագիտական հմտություններ չունեմ։ Ծրագրավորող էլ որպես այդպեսին երկար չեմ աշխատել։ Այսինքն դու մի հատ էլ ֆիզիկայից հետո գնացել ես ծրագրավորում ես սովորել։ Մոտավորապես մի տարի աշխատել եմ որպես ծրագրավորող, բայց դե ֆիզիկայի մեջ օգտագործում ենք ծրագրավորում, պրոստը լրիվ ուրիշ, ավելի բարդ ծրագրավորում, քան հիմա անում ենք։ Մոտավորապես մի տարի աշխատել եմ, մոտ 6 ամիս էր ֆրիլանս եմ եղել ամերիկական կամպանիայի համար։ Դրանից հետո այդ կամպանիաներից մեկին Հայաստանի մասնաճյուղի CTO-ն եմ եղել, տեխնիկական տնօրենը, ու նոր արդեն անցել ենք մեր ընկերությունը բացելուն, ասենց մի քիչ խառը ստացվեց, զուգահեռ դարավ 2-3 ընկերություն բացվեց ու զգացի, որ այդ դրայվը դուրս գալիս է, այսինքն ես բացման, սկսելու, ստարտի process-ի մեջ եմ, բայց ստաբիլ մենեջմենտի մեջ չեմ մտնում։ Այդ կտորը շատ է դուրս գալիս ու երևի թե տենց էլ ոնց որ բնավորություն դարավ կամ տեսակի խնդիր է, սկսեցի անդադ ինչ-որ ստարտափներ, անդադ ինչ-որ process-ներ անել եմ։ Հայկ, դու հիմա նաև AI-ն ես օգտագործում, չէ՞, սենց հարց։ Կա արդեն կարծիք, որ AI-ը սկսել է ոչնչացնել իրան ստեղծող, ծրագրավորողներ, չէ՞, որ ասում են այնքան բզբզեցին, չէ՞։ Տվին աշկանի։ Տվին աշկանի։ Հիմա դա ինչքանով է իրական, ինչքանով է հումոր, ինչքանով է լուրջ։ Ինքը իրականության մեծ կտոր կա, մենք օրինակ հիմա մեր ծրագրավորման ֆիրման ամբողջությամբ AI-ով ենք աշխատում, 10-12 հոգանոց թիմը դարել է 4-5 հոգանոց թիմ, այդ 10-12-ից ավելի շատ ծավալի գործ կարանք անենք։ Այս պայի AI-ը, որը որ կա, ինքը շատ արտակարգ գործիք է, ինքը չի սպանում, ընդհակառակը ինքը ոնց որ այդ ծրագրավորողների մակարդակը բարձրացնում է։ Առաջ ծրագրավորողը կոնկրետ task ուներ, կոնկրետ խնդիր ուներ, որը կարում էր լուծել, օրինակ ենթադրենք ինչ-որ բիզնես ենք թվայնացնում, մի կտոր իրան գալիս էր, ինքը լուծում էր։ Հիմա ծրագրավորողի որակը պետք է այնց լինի, որ ինքը այդ ամբողջ բիզնես process-ը պատկերացնի, ինքը կարողանա AI-ը այդ խնդիրը լուծել։ Այսինքն ամեն մեկը մի հատ team lead է, կարելի է ասենց ասել։ Եթե team lead չի, ներքևա ինքը խնդիր ունի։ Շատ լուրջ հարված է տալիս նոր սերնդին, որը որ գալիս է, ուզում է սովորի, կարիք չկա junior-ի։ Այսինքն այդտեղ ամենալուրջ խնդիրը, որ այսինքն ովքեր ծրագրավորում են սովորում, հասցրել են սովորել, սենյոր դառնան, էլի, հա։ Այսինքն ով հասցրել է։ Այսինքն ինչ-որ մահվան բան կա, գոտիկա։ Ծրագրավորող ես ուզում դառնաս, արդեն պետք չես։ Ու այդտեղ այդ հետո ինչ էֆեկտ կտա դա շատ օդում կախված է, էլի, որովհետև AI-ի այդ ամեն ինչը նաև տանելու է կրթության ձևափոխման, այդտեղ շատ հարցեր կա, որը որ տենց օդում ամենում, էլի։ Իսկ չի լինի, օրինակ դու սովորես աշխատացնել AI-ը ու չի լինես սենյոր ծրագրավորող, junior ծրագրավորող, այլ
օգտագործես, գաս ասես ես լավ AI բան եմ, բայց մենեջեր եմ։ կարիք չկա։ Նայես ինչ ադամ, շուկայում կա ինչ-որ քանակի սպրոս։ Հիմա եթե առաջ 10 հոգով մի հաճախորդի համար էին գործանում, հիմա այդ 10 հոգին 10-15 հաճախորդի համար են գործանում։ Այսինքն բաց տեղ չի մնացել։ Ինչ որ ժամանակ հետո այդ շուկայի կարիքները կմեծանա, միգուցե եւ այդ ձևափոխումն է դա, բայց լրիվ հասկանալի չի ինչ ուղղությամբ են գնում, էլի։ Նույն AI ստեղծող ընկերությունները իրանք էլ լավ չգիտեն իրենց AI ինչա կարող անի։ Հələ շատ հարցական է։ Մանավանդ որ հիմա շատ ակտիվ խոսում են, որ մոտակա 2-3 տարում սպասվում է ասենց կոչված global AI հասկացողությունը, որը պետքա շատ ավելի խելացի լինի, քան բոլոր մարդիկ միասին վերցրած ու հմտությունները շատ ավելի մեծ պետք է լինի, քան բոլոր մարդկանց վերցրած, այդ ինչ կփոխի, դա ոնց կթողեն շուկա, դա բաց կթողեն իրոք շուկա, թե կմնա զենք որպես ինչ-որ պետությունների համար, այդտեղ արդեն շատ մեծ հարցեր առաջանում։ Դրա դեպքում միգուցե եւ ընդհանրապես ծրագրավորման մասնագիտությունը ձևափոխվի, որովհետեւ իրանք այդ AI-ները իրանք իրանք լավացնող, իրանք իրանք վրա գործանող AI-ներ են։ Դա լրիվ դե մասը ասում է AI-ը թույլ է տալու ստեղծել այնքան բարիք, որ ոչ մեկ չաշխատի։ Ես համաձայն չեմ դրա հետ, բայց միգուցե կարելի է եւ տանել դրան, բայց ամբողջ կախված է թե AI-ում ձեռնա։ Սկսենք դից էլի, եթե մասկը լավ է տրամադրված, ուզում է լավ բան անի, այդ հարցի միս կողմն է, բայց այդ գիտես մոտավորն է, Հայկ կներես, որ փոքր էի, մտածում էի, արա լավ, դե երկրի ղեկավարները ամբողջ աշխարհում այդ ռազմական բյուջեն իրանք են ստեղծում, իրանք են տնօրինում, չի լինի բոլորը հավաքվեն միտեղ, ասեն որ բանակը որպես այդպեսին բան ենք անում, լուծարում ենք, այս սաղ փողը ուղում ենք օրինակ, չգիտեմ, ենթակառուցվածքներ, շենքեր, փողոցներ կառուցելու, բոլորս լավ ենք ապրում։ Այդ միտքը իմ մոտ եղել է երբ դպրոցական տարիքում։ Երբ որ ես ավելի մեծ տարիքում սկսեցի վերլուծել այս նույն բանը, հա, մինչև հիմա ես իդեպ տեսնում եմ տենց ինչ-որ ռիլեր, բաներ, որ աշխարհի ռազմական բյուջեն են չափում, հետո ասում են այս բյուջեն եթե ուղղվեր սոված մարդ չէր մնա։ Հա, տենց չի, այսինքն կյանքը տենց չի, ոնց որ այսպեսի խոսք կա, կարծում չեմ հիշում Նապոլեոնն ասել, մարդիկ պետությունները պատերազմում են, հետո են սկսում հասկանալ խի են պատերազմում, հետո պատճառներ են գտնում։ Պատերազմը հիմնավորելու բան են գտնում։ Իհարկե, պատերազմը։ Հետո մի հատ էլ ուրիշ խնդիր կա, այս վերջերս Ամերիկայի կրթության գիտության նախարարներ, չգիտեմ ոնց է կոչվում իրենց մոտ, այդ կինը ասում էր, որ մենք դպրոցներում ներդնում ենք A1, որը որ կփոխի բոլոր դպրոցականների կրթվելու ու ոչ այնպես գույնավոր պատմում էր A1 sense ինչն է AI-ի հետ է, այսինքն այդ մարդը դաժե AI չի կարող կարդա։ Այդ պոլիտիկների ու այդ բանի AI արտադրողների կամ այդ կամպանիաների գիտական աշխարհի միջև այնքան մեծ անդունդ կա, իրանք էլ չեն պատկերացնում ինչ է իրենց ձեռն գնում։ Հետո պատկերացրու ստեղծել մի բան, որը որ քեզանից խելացի է, դու չգիտես ինքը իրան ոնց կպայի։ Շատ մեծ հարց է։ Ինչ որ կետից եթե դուրս գա քո կառավարման տակից, դառնա ավտոնոմ, իսկ սկզբանե դուրս եկած ալնել։ Եթե ինքը արտադրվեց, դուրս եկավ, ինքը դուրս եկավ, որովհետև քեզանից խելացի է։ Այսինքն ինքը կարող օրինակ նոր ֆիզիկա գրի ու նոր process-ներ անի։ Մարդիկ կան ասում են, եթե այդքան խելացի է, ըստ երևույթին նոր ֆիզիկա կբացի, մի հատ լավ ռակետ կսարքի, կնստի ու կսկսի տիեզերք ուսումնասիրել, խելացի մարդը կամ խելացի բանականությունը դրան կգնա, չի գնի մարդկանց հետևից, բայց այդտեղ նայ տարբերությունը սենց է դառնում, ոնց որ մենք ու մեր շունը, այդ AI-ը ու մենք, այդքան կարա ինտելեկտի տարբերություն լինի։ Դու քո շանը կսիրես, հետո ինչ կտաս կուտի, ինչ կնես շան հետ, կյանքում շունը չի կարա դա գուշակի։ Մաքսիմում վերջի պահին ինչ որ մի հատ ռեակցիա տա ու չհասցնի։ Լավ, այդ դեպքում այս նույն կոնտեքստում քեզ հարց, հա։ Կարա գա մի օր, որ տեսականորեն աշխարհում պատերազմ չլինի։ Տեսականորեն, հա, բայց կարծում եմ, որ դες բան չի լինի, որովհետև իմ պատկերացումով այդ հակադիր բևեռները միշտ պետք է լինել, այդ միշտ ոնց որ սև ու սպիտակը բարին ու չարը այդ process-ը պետք է միշտ լինի, միշտ պետք է հակադրում լինի։ Հակադրության մեջ է ծնվում առաջընթացը։ Հենց այդ հակադրումը չեղավ, իսկ թվում է մենք հետ կեթանք քարանձավների մակարդակի, էլի։ Այսինքն պատերազմը բնույթը տենցը չի, որ բնությունն էլ ինքը տենց չի։ Հա։ Այսինքն նույն երկիր մոլորակի մեջ, եթե մենակ արևը լինի,
Այսինքն պատերազմը այն գինն է, որը վճարում է մարդկությունը առաջընթացի համար։ Միանշանակ, դա երբեք չի կայնի, էլի։ Եթե նույնին նայենք Յունգի բանից, հա, ոնց որ դիտակետից, ապա կոլեկտիվ անգիտակցականում այնքան մարդկության ստվեր գոյություն ունի, փակ արտամղված, ստվերը այդ են բացասական գծերն են մարդու կամ կարայև դրական գիծ լինի, օրինակ ագրեսիան ինքը շատ ստեղծարար ուժ է, հա, տղամարդու մոտ ագրեսիայի էներգիան ինքը առաջ գնալու, ստեղծելու, մրցակցելու ինքը լավ էներգիա է, բայց հաճախ մենք այդ ագրեսիան էլ ենք մեր մեջ փակում, ուղարկում ստվերի մեջ, այսինքն ստվերը դա մի հատ մեծ շտեմարան է, եւ բացասական գծերի մարդկանց եւ հոգեվիճակներ ու այդ ստվերը ինքը միշտ բաների միջոցով պատերազմների միջոցով իրացվում է դրսևորվում է այսինքն ասել որ կգա մի օր որ պատերազմ չլինի դա անհնար է որովհետեւ կոլեկտիվ անգիտակցականում նույնիսկ Յունգին հարցրել են կլինի արդյոք երրորդ համաշխարհային պատերազմ գիտես ինչ ասել Յունգը եթե կլինեն բավականաչափ թվով մարդիկ աշխարհում ովքեր իրանց մեջ այդ ստվերը կիրացնեն, այսինքն կընդունեն, ապա չի լինի երրորդ համաշխարհային։ Այսինքն մի հոգի չի վերցնի դա մի հոգի չի վերցնի ու չի դառնա հրեշ այդ մի հոգին, էլի։ Ու ստվերը մի հատ sense հատկություն ունի, որ ինքը միշտ իրացվում է, կոլեկտիվ անգիտակցական ստվերը իրացվում է այն մարդկանց միջոցով, ովքեր ընտրվում են մեծ թվով մարդկանց կողմից։ Որպես առաջնորդ, որպես ղեկավար, որպես նախագահ, որպես, այսինքն հավաքվում դուրս է գալիս մի բանի դուրս է գալիս, այո, այսինքն երկրների ղեկավարները, երբ որ որոշում են կայացնում պատերազմ լինի թե չլինի, դա ոչ թե անում են այդ ՄԱԿ-ի սիրուն կոնվենցիաներով կամ ասենք տենց այդ ժպիտներով, ոչ, իրանք այդ որոշումը կայացնում են այն հոգեվիճակում, այն նույնիսկ sense ասեմ mindset-ում, որ իրանց այդ սֆերը ուղղորդում է։ Նայ, քո ասացին ոնց որ լրացում մի քիչ ավելի պրակտիկ բան ասեմ, ոնց է, եթե 10 հոգի ենք, 10 հոգու ձեռը դանակ կա, 10 հոգուց մի հոգին պատրաստ է այդ դանակը կիրառի մարդկանց վրա, ու այն 9 հոգին պատրաստեն այդ դանակով մենակ հաց կտրեն, այդ մի հոգին ամբողջ այդ process-ը վերցնում է իր վրա։ Այո, այդ վերը սկսում է իր վրա ճնշել։ Ճնշել, իսկ եթե օրինակ նույն պետություններ կան, որտեղ սաղի մոտ զենք կա տված, ու սաղել ունակ են այդ զենքով կրակելու, այդտեղ այդ էներգիան տենց պահի տակ դուրս է գալիս, ինչ որ փոքր ստիկով կեքով, բայց մեծ պայթուն երբեք չի դնում։ Մի հոգին չի դնում բանանում, էլի։ Լրիվ համաձայն եմ ու այն միամիտ կարծիքը, որ վայ, բանը, երկրների ղեկավարները իրանք կարան որոշեն ու մի օր խաղաղություն լինի։ Երկրների ղեկավարները կարան որոշեն այն ժամանակ, երբ որ այդ տվերը բավականաչափ չափով պարպվի, դատարկվի ինչ որ պերիոդում։ Այդ օրինակ երկրորդ համաշխարհայինից հետո եղել։ Օրինակ ունենք այդ օրինակը, նույն երկրորդ համաշխարհայինին 3 խոշոր լիդերներ իրար հետ որոշեցին, իրանք որ մի քիչ ուսումնասիրում ես պատմությունը, հասկանում ես, որ իրանք որոշել էին, ուզում էին նենց անեն, որ այլ երբեք պատերազմի չգան, խնդիրները լուծեն։ Հա։ Ու այդ հարցում ամենաուժեղ ոնց որ ամենակողմնակիցն եղել են Ստալինն ու Ռուզվելտը, Չերչիլը մի քիչ ավելի դեմ ա եղել այդ process-ներին, որտեվ Անգլիան ինչ-որ ձևով շատ այն ժամանակ Յունգն էլ ա եղել ու իդեպ շատ ակտիվ ա եղել, ոնց է չեն հարցրել։ Սելամիտ բան են կանում։ Կարող է հարցերն ինձ թվում է ինչ-որ տարիներ կանցնի կբացվի, ու ահագին ժամանակ ինչ-որ դաթարներ եղավ, մեծ պատերազմներ չեղավ, բայց տենում ենք որ տենց չի լինում, էլի։ Ինքը ուշ թե շուտ այդ ամեն ինչը պայթում է։ Եկավ նրան որ Սովետը քանդվեց։ Երկու ուժ էին իրար պահում էին, բայց բերեց նրան որ Սովետը քանդվեց։ Որ ակտիվ պատերազմ չեղավ, սառը պատերազմ եղավ։ Բայց մեկա դա լինելու է։ Պետք է միտեղ այդ ամեն ինչը իրար դուրս գա ու կպնեն իրար, էլի։ Ուղղակի հարցն է որ ժամանակակից մարդը, երբ որ մի քիչ էլ բանի մեջ է ապրում, կոմֆորտի դաստատ կա, հա, ասենց ռուսերեն բառ ասեմ, ինքը մի տեսակ տենց հերվանում է այդ աշխարհի իսկական բնույթից։ Օրինակ ես որ Դուբայում հաճախ եմ լինում, որ նայում եմ այնտեղ ապրող մարդիկ ինչ հոգեվիճակով են, իրանք այնքան են վրդովել, որ այդ պատերազմը նաև այնտեղ հասավ։ Յանի, ինչ վայրենություն է, ինչ, հա, պետք է sense լինի, որ մեր հոգին երբ որ գալիս է այս աշխարհ, կարծում եմ ինքը գալիս է հենց ապրելու այդ կատակլիզմները նաև։ Այդ ամեն ինչը մեջով անցնել։ Տես, ես դրա համար շատ ժամանակ որ ասում են, օրինակ, պետք է ազգին կրթել, տենց շատ են, չէ, ասում ազգին պետք է կրթել, ես ասում եմ, այդ շատ վտանգավոր բան է։ Պետք է հասկանալ ազգին ոնց է պետք կրթել, որովհետև եթե դու կրթես հայ ազգին սարքես, օրինակ, եվրոպացու նման Եվրոպայի կենտրոնում ապրող Ֆրանսիացու նման ինչ որ կրթություն ունեցող, գիտակցություն ունեցող մարդու, մենք շատ կվտանգենք մենք մեզ։ Ինչի՞։ Որովհետև այդ մարդը
մենք այն տարածաշրջանում ենք ապրում, որ մենք պետքա պատրաստ լինենք այդ քո ասած կատակլիզմներին։ Իսկ կրթությունը մեզ ասում է իդեալական ասարկում, ասում է, չգիտեմ, մի նեղացրու նրան, դու կրթված մարդ ես, չի կարելի հարևանի սենց անել, հա, դա տենց ինչ-որ խնդիր է առաջանում, էլի։ Ինքը վտանգավոր երևույթ է, այսինքն վերցնել ուրիշի կրթությունը կիրառել քո վրա շատ սխալ երևույթ է։ Այդ կրթված լինելու հարցը մի քիչ բաց է, շատ մեծ բաց է, ավելի ճիշտ, ու պետքա գտնենք մենք մեզ համապատասխան, մեր տարածաշրջանում համապատասխան, էլի չլինենք վատը, ագրեսիվ, բայց կարողանանք դրա համար պաշտպանվենք, էլ։ Մենք հիմա ոնց ենք անում, ասում ենք, օքեյ է դա հիմա մարդիկ սխալվել են, ոչինչ կուղվեն, բայց այդ մարդիկ չեն սխալվել, այդ մարդկանց նպատակն է տենց դիմացին, էլի։ Հա, մեծ հաշվով երբեք դա չի ավարտվելու, քո ասած AI-ից եկանք այս թեմային, AI-ը ինքը նաև զենք է լինելու, եթե լինելու է պատերազմ, ինքը տեխնոլոգիայի որպես միջող լինելու է այդ պատերազմի մեջ, օգտագործվելու է, հիմա արդեն օգտագործվում է դրոնների մեջ, հազար Այս վերջի Ամերիկա-իրանական հակամարտության մեջ շատ ակտիվ օգտագործվեց, նույնիսկ դեպքեր եղան, որ հենց AI-ին թողեցին որոշում կայացնի ու մաս պահելու, որը ամենավտանգավոր բաներից մեկն է, այսինքն AI-ն է արդեն որոշում կայացնում, դրա հետ կապված ահագին պատմություններ կա, նույն Անտրոպիկը, Cloud-ի ստեղծողները Պենտագոնից հրաժարվեցին պայմանագրեր կնքեն, որովհետև իրանք չէին ուզում, որ իրանց AI-ի վրա թողեն որոշում մարդու կյանքի հետ կապված ինչ-որ հարցեր որոշի վերջնական։ Որտեղ շատ մեծ բացեր կա ու տես 10-11 թվին, երբ որ խոսում են AI-ի մասին, գիտության մեջ շատ են խոսում։ Միշտ ասում են, որ այդ գլոբալ AI-ը, այդ ձևի խելացի AI պատրաստ կլինի 70-ական, 80-ականներին։ Այսինքն մարդիկ հանգիստ են, որ կհասցնենք պատրաստվենք, չգիտեմ, պոլիսներ կմշակենք, այս կմշակենք, բայց եկավ 20-ականների երկրորդ կես ու արդեն այդ ամեն ինչի հիմքը կա։ Ինչ որ պրարևներ եղավ 18 թվին, ու որի հիմքի վրա կարեցան այդ ամեն ինչը առաջ գցեն։ Հիմա լիքը գիտնականներ, որոնք աշխատել են այդ ամեն ինչի վրա, դուրս են գալիս գործից ու ասում են ստոպ տանք։ Պրոստը ստոպ տանք, եկեք ստոպ տանք, չենք ասում չանենք, պետք է, լավ բան է, կանենք, բայց մի հատ ստոպ տանք, հասկանանք ինչ ենք անում, էլի։ Չգիտեի, հա։ Հա, չէ, շատ Տերմինատոր կինոն տեսել ես, չէ՞։ Լրիվ փաստորեն էդ է, էլի։ Այդ Տերմինատորի մեջ հետաքրքիրն է, որ 29 թվին է, չէ՞, չգիտեմ, հիշում ես։ Չէ, չէ։ Որ կինոն սկսում է առաջին մասը, այնտեղ գրում է, որ 2029 թվական ու կադրը սկսում է։ Այսինքն այդ 88-ին թե այդ 80-ականների վերջում են նկարել, չէ՞։ 88-ը առաջին նկարածը, հա։ Այն ժամանակ 29 թիվ ու այս վերջերքս Ջեյմս Կեմերոնն է, չէ՞, բանը ռեժիսորը, հա։ Այս վերջերքս բան կար, ասում է մեր ժամանակների Ժյուլ Վերնը, էլի, այսինքն բանը բաններ կամ OpenAI կամ Anthropic-ի ղեկավարներ թիվ ասեց 29 թվականին մենք ունենանք global AI, տենց ոնց որ այդ կինոյի հետ ինչ-որ կամ, չգիտեմ, դիտմամբ մտածված ինչ-որ մարքեթինգ կոդեր կամ ամենքնում է շատ կա, սպասում ենք, որ իրականում շատ արագ ու շատ լուրջ ձևի ամեն ինչ փոխվելու է, թե բիզնեսում, թե մարդկանց կյանքում։ Մեր մոտ մի քիչ ավելի դանդաղ է գալիս process-ը։ Իսկ հնարավոր չէ փոփոխությունները вообще իգնոր անել ու հանգիստ ապրել։ Չեմ կարծում։ Որ փոփոխություններից։ Դաժե եղանակի փոփոխությունը չես կարող իգնոր անես, չէ՞, վրետ ազդում է ինչ-որ ձևով անձրևա, թե ինչ։ Մյուս վտանգավոր մասը դրա մեջ այնա, որ այդ կամպանիաների մեջ շատ մեծ փողեր է դրած, 800 միլիարդ, 900 միլիարդ ցենց գումարներ է դրած, իրանք պետք է այդ ինվեստորների փողերը հետ տան։ Այդտեղ այդ նշանակում է, որ իրանք պետքա որոշակի աշխատանքներ մարդկանց ձեռից վերցնեն, ինչ-որ process-ներ անեն, որ կարողանան այդ գումարները հետ տան։ Դա երևի այն որ ցենց կտանի դեպի սև մաս, ամենավտանգավոր կտորը հենց այդտեղ է, էլի։ Պարտքը որ կա, այդ պարտքը պետքա փակվի կամ այդ ինվեստորներին պետքա գոհացնել։ Հա, իմ կարծիքով մի հատ էլ վտանգավոր շերտ կա, այդ ազատության չափն է մարդու, եթե լինի տոտալ թվային վերահսկողություն, իսկ դա ինձ թվում է մենք ընդհանրապես մի քայլ ենք կանգնած։ Արդեն մեջն ենք, հա, կամ մեջն ենք, հա, այսինքն ես կարծում եմ ապագայում բանտեր չեն լինելու ֆիզիկական, հա, լինելու է օրինակ, չգիտեմ, մարդու թվային վարքագիծը մի տարվա կտրվածքով ուր գնաց, ինչ արեց, ոնց փողոց անցավ, ոնց վարեց մեքենան,
պատկեր է լինելու, դու բալեր է լինելու, ասելու են եղբայր, դու վատ քաղաքացի ես, ու քեզ անջատում ենք, ասենք, ստեղ չես կարող մտնես, ասենք կարա բաժի որ մենակ դու կարաս տուն մտնես ու էլ ես։ Հիմա արդեն տենց է, օրինակ Չինաստանում դու չես կարա, հանգիստ կարան փակեն, դու խմիչք չառնես։ Քո քարտով, քո ֆինանսով դու խմիչք չառնես։ Հա։ Ինքը իրականում sense նայում ես առաջի հայացքից բարի կողմն է ներկայացրած, Իհարկե։ բայց դրա տակ ինչքան բան կարող լինի, էլի։ Մի հոգուներ որոշեն, որ պրոստը հաշ չի կարող առնի կամ էս չի կարող։ Հա։ Բայց մի հատ էլ կողմ կա, օրինակ մեր նման ժողովուրդների համար դրական բան, AI ինչ է տալիս, դες նույն ծրագրավորման վրա օրինակը բերեցինք, որ մի մարդ է կարող է 10 հոգու գործ անի։ Մեր նման փուճուր պետությունների համար այդ ռեսուրսի պակասը ամենասուր խնդիրներից մեկն է, չէ՞։ Մենք դեպի 3 միլիոն ենք, չենք կարող 10 միլիոնի խնդիր լուծենք, ու եթե փորձենք օգտվենք, առաջ ընկնենք կամ մի քիչ ավելի արագ անենք մեր process-ները, մենք բոլորից շուտ կհասցնենք 10 միլիոնի գործողություն անենք։ Այդ կարա մեր համար շատ դրական ստացվի։ Դրա ոնց որ ասում եմ, իր էլի շատ լավ կողմեր կա, ուղղակի դանակում ձեռը կհայտնվի, սա։ Հա, բայց նայ, մի բան էլ ասեմ, օրինակ, երբ որ սկսեցինք ակտիվ օգտագործել, հա, ChatGPT-ն, մյուս Claude-ն, հա, մի հատ հետաքրքիր բան կար, ես միշտ naming արել եմ շատ հեշտ, որ պրոյեկտների naming արել եմ, իմ համար եղել է հեշտ, մեր պրոյեկտներն են եղել դրանք կամ մեր check-ի naming-ն էլ էս։ Հա, էդ ենք մենք արել։ Հա, քո check IT, ոնց որ IT check-անով։ Մոռացել էի։ Կոմատը խառն։ Հա, դե, ասենք սկսած կլուբ կապիտալից, ասենք, չգիտեմ, Սերզ լիգան, վիտամինան, Բաքուրի ջրերի, այսինքն շատ ունենք, լավ, շատ դիպուկ naming-ներ շատ ունենք, ու հիմա մի հատ նոր պրոյեկտի վրա եմ աշխատում։ Ոչ մի ձևի չեմ կարող naming անեմ։ Արդեն Որտեվ իր հետ եմ ուզում անեմ։ Հա։ Ինքը չի կարող, ես էլ փակել եմ իմ այդ ստեղծարար մասը, հույսս դրել եմ։ Այն օրը ջղայնացա, գցեցի, ասի, վсё, էլ չեմ օգտվելու, ես ինքս կգամ դրան։ Ես իմ մեթոդով, որով առաջ անում էի, քինս էլ հա վարդ ասում է, չես հիշում այն ժամանակ ինչքան դիպուկ ու հեշտ էինք անում, հիմա էլ չենք կարող անենք։ Ու ոչ մենք ենք անում, ոչ ծրագիրն է անում։ Ուստեղ էլի ես հետ եմ գալի նրան, որ իմ կրեատիվ բանը, մտածել շերտը ուղեղի, իմ ստեղծարար շերտը, ինքը կարա այդ հարցը լուծի ավելի ճիշտ։ Լրիվ համաձայն եմ, ինքը SPI-ի կրեատիվության այդ բարձր աստիճանը չունի, բայց այստեղ ինչ հետաքրքիր բան է ստացվում։ Դու ծանր խնդիրները, որը որ մաթեմատիկայի ես այն, էլի տալու ես իրան, բայց քո կրեատիվության մասը չես ուզում կորցնես։ Այդ բերելու է նրան, որ մարդկանց համար շատ ավելի հետաքրքիր է դառնալու ժամանցային է, կրեատիվը, այսինքն եթե այդանք նույն մասկի ասած ուտոպիային, գալու է մի հատ իրավիճակ, որ մենք աշխատելու կարիք չունենք, եթե իր ասած մոդելով եթանք, ինչով ենք զբաղվելու։ Սկսել ենք սպորտով զբաղվել, սկսելու ենք, չգիտեմ, ակումբներ գնալ, ասենց լավ կամ վատ ինչ-որ ժամանցային կրեատիվ նկարչություն, թանգարաններ, մի ձև պետք է մարդը իրենց զբաղացնի, չէ՞։ Այդ հիմիկվա միլիարդատերերի կամ աշխարհի շատ հարուստների մեծ մասը սկսել են շատ ակտիվ առնել ժամանցային օբյեկտներ։ Հա։ Շատ ակտիվ, չգիտեմ, ֆուտբոլային ակումբների մեջ են փող դնում, նույն սպորտային, ժամանցային ինչ-որ կլուբներ, բաներ, ասենց ֆինանսը գնում է այնտեղ, լավ պատու։ Ով չի կարող AI-ի մեջ տեղավորվի, դեպի բանին է շարժվում, էլի ժամանցին է շարժվում։ Հասկացա, հետաքրքիր է։ Okay, դե մի քիչ շեղվելով AI-ից գանք իմ սիրելի թեմաներից մեկին, դու հաճախ իմ դասերի ժամանակ միշտ գալիս ես, ինչի համար ես շատ ոնց որ եւ շնորհակալ եմ քեզ, որ դու ինքդ երկու անկյան տակ ես նայում կյանքի օրենքները, կա ֆիզիկա, ֆիզիկայի հիման վրա ստեղծվել է մեր ամբողջ ցիվիլիզացիան, ֆիզիկա ասելով այդ թվում ներառենք նաեւ մաթեմատիկան, հա, ակադեմիական գիտությունները։ Եվ այո, ֆիզիկան էլ իր ճյուղերն ունի, չէ՞, այնտեղ կա մեխանիկա, օպտիկա եւ այլն, չէ։ Բայց կա նաեւ մետաֆիզիկա։ Մետաֆիզիկա, որը ես եմ ուսումնասիրում արդեն շատ երկար տարիներ, ակտիվ դրա մեջ եմ, դրանով զբաղվում եմ եւ դու շատ հետաքրքիր սինթեզ ես անում, լինելով ֆիզիկ, չես մերժում մետաֆիզիկան ու տեսնում ես, որ այնտեղ որտեղ ֆիզիկան ավարտվում է, այնտեղ սկսվում է մետաֆիզիկան։ Օրինակ, սա ես նաև նկատել եմ
այն մարդկանց մոտ, այն բժիշկների մոտ, ովքեր ապրում են, աշխատում են կյանքի մահվան սահմանի վրա։ Օրինակ ռեանիմացիայի բժիշկները, մի քանի հայտնի բժիշկ կա, բլոգ ունեն, ես հետևում եմ, ու իրանք պատմում են իրանց փորձառությունը, ոնց է լինում, որ մի դեպքում հիվանդը փրկվում է, մի դեպքում չի փրկվում։ Մի ռուս տղա կա, շատ մեծ աուդիտորիա ունի, հենց ռեանիմացիայի բժիշկ է, այդ շտապօգնության բժիշկ է, ավելի կոնկրետ։ Ու պատմում, ասում է դեպք կա, որ հիվանդը պացիենտին գտնում ենք նորմալ է, էլի, այսինքն այն կենսական կարևորության բաները խախտված չի, հա, մենք մեր օգնությունը ցույց ենք տալի, բայց ինքը պետք է ապրի, էլի, բոլոր կանոններով, բոլոր օրենքներով, հայտնի օրենքներով։ Հա, ինքը պետք է ապրի, բայց ասում է, ես արդեն զգում եմ մահվան շունչը տեղ։ Մեքենայի մեջ ասում եմ, ես գիտեմ, որ մահս տեղ է։ Ու տենց է լինում, ասում եմ, այդ մարդը չենք հասցնում հիվանդանոց կամ հիվանդանոց։ Եվ կան դեպքեր, երբ որ օրինակ սաղ այդ կենսական կարևորության ցուցանիշները չեն աշխատում, չգիտեմ, շնչառությունն է, ջերմություն, ամեն ինչ, հա, բայց ես հասկանում եմ, որ մահը ստե չի, մահվան էներգիան ստե չի։ Ու հետ է գալիս։ Հա, ու այդ մարդը ապրում է։ Այսինքն մենք գործ ունենք, գիտեք AI-ից երբ որ մենք խոսում ենք, ես քեզ ասեմ շատ ակտիվ, հիմա մի հատ առանձին ճյուղ է զարգանում, մետաֆիզիկայի գիտությունը, որտեղ մարդիկ ասում են, լավ, եթե այս աշխարհը այսքան անկատար է, եթե պատերազմները պետքա լինեն, լավ, բա ինչի վրա հենվենք։ Եթե սնունդը որտեղ։ Հա, եթե ցիվիլիզացիան ոչ թե գնում այն ուղղությամբ, որ բուժի, չգիտեմ, քաղցկեղը մնացած հիվանդություններ, որ մարդիկ վերջապես շունչ քաշեն, այսինքն չէ, լավ, լուծումը որտեղ է։ Այս դեպքում մետաֆիզիկ գիտությունները իրանք շատ հարցերի պատասխան են տալիս ու շատ կարևոր է այս գիտելիքը։ Ես հիշում եմ ընդդեմի դասերի ժամանակ, երբ որ ես ինչ-որ թեմայից խոսում էի, դու գնում էիր ու ֆիզիկայի հետ սկսում էիր իրան համադրել ու գալիս էր ասում էր աշխատեց, աշխատում է, կպտում է։ Բանաձև տես Գրիգոր ջան, այ երկու ոնց որ հանգամանք կա, էլի այդտեղ մեկը այդ մեջից են 5 գիտնականն է խոսում, ասում է չափի, հաշվի, տես вообще ճիշտ են ասում թե չէ։ Մյուս կողմից էլ հենց ֆիզիկան ինքը էլի ցանկացած ֆիզիկայի մեջ նորարարություն մտցնող կամ այն ճակատում շատ լուրջ գործանող մարդը ինքը այդ ամեն ինչը պատկերացրել է, նոր սկսել է այդ խնդիրը լուծել։ Հիմնականում այդ ձև է եղել, այսինքն ինքը ինչ-որ վիզուալ պատկերացում է ունեցել։ Ու ասել, որ այն բանաձևերը, որ միջով հիմա գրած է կյանքը այդքանն է, եթե կյանքը այդքան լիներ, ուրեմն ամբողջ, չգիտեմ, տիեզերքի գաղտնիքներով բանով ամբողջությամբ կիմանայինք։ Հիմա եթե մենք հետեթանք նայենք, ենթադրենք 10-րդ դարում ենք, ու խոսանք այնտեղ են հավասար է mc քառակուսուց, ինքը մաքուր մետաֆիզիկա է 10-րդ դարում մարդու համար։ Դե ուրիշ ինչ է, նայ, են հավասար է mc քառակուսին, ասում է զանգվածն ու էներգիան նույն բանն է։ Հա։ Իսկ 10-րդ դարում մարդիկ մտածում են, որ զանգվածը առանձին երևույթ է, էներգիան այլ երևույթ է, բայց Էյնշտեյնը եկավ, ասաց այդ երկուսի իրար հետ նույն ծագումն է, մեկը մեկին ձևափոխվում է։ Հա։ Եկավ անցավ 1000 տարի, ինչ որ մեկը դրեց այդ ամեն ինչը բանաձևով ցույց տվեց, որ դա իրականում տենց է։ Ու այն ինչի մասին որ դու քո դասերին պատմում ես, ես համոզմունք ունեմ, որ ինչ որ ժամանակ հետո այդ ամեն ինչը իր բանաձևային տեսքը ունենալու է, էլի։ Հա, բայց քեզ հետաքրքիր բան ասեմ, 10-րդ դարում մետաֆիզիկայի շատ գիտելիքներ ավելի հասանելի են եղել մարդկանց, քան հիմա։ Որովհետև տարբեր ակումբներում, տարբեր ակադեմիականը չի խեղդել։ Էլի գան կրթության այդ հարցով, հա, դու որ մտնում ես դպրոց, կներես, խեղդել է։ Օրինակ նույն կաթոլիկ եկեղեցին ինքը ահավոր պայքարել է այդ փիլիսոփայության, այդ օկուլտիզմի, այդ միստիկ ճյուղերի դեմ, ահավոր պայքարել է, բայց հիմա երբ որ դու ճամփորդում ես, գնում ես Եվրոպա, ամբողջ եվրոպական ճարտարապետությունը, քաղաքակրթությունը, ասենց ասեմ, ամեն միլիմետրը սիմվոլներով հագեցած է, ամեն միլիմետրը։ Ճիշտ ես ասում։ Ու այդ սիմվոլների հետևում էլ կներես, ընկած է մետաֆիզիկայի գիտելիքը, որովհետև մետաֆիզիկայի գիտելիքի խոսալու եւ երևալու ձևերից մեկը սիմվոլներն են։ Հա։ Բայց դες հիմիկվա ու այն ժամանակվա կրթության մի հատ տարբերություն։ Հիմա որ երեխան մտնում է դպրոց, իրան ասում են, որ այս բանաձևը սենց է աշխատում։ Ուրիշ ձև չի աշխատում։ Այդ չեն շատ են ասում։ Իսկ առաջ երեխան որ դու դպրոց, իրան հիմնականում տալիս են գրելու ուրիշ հմտություններ էին տալիս։ Այդ մասը, այդ աշխարհը ճանաչելու կտորը մնում էր, չգիտեմ, ծնողների վրա, նաստավնիկի վրա, ուչիցելի վրա, ասենց այնտեղ արդեն փիլիսոփայությունը շատ էր։ Մարդիկ նաև այդ մետաֆիզիկան էին սովորացնում։ Միգուցե չհասկանալով մետաֆիզիկան սովորացնում թե ինչ, սահմանում չուներ, բայց ասում են, գիտես ինչ կա, աշխարհը
պարտադիր չի որ կլորը լինի կամ տարբեր տեսանկյուններից էին նայում այսինքն կրթությունը sense քառակուսի չէր սարքում մարդուն մարդը ավելի բաց էր աշխարհ ընդունելուն քան հիմա դու կոնկրետ գիտես որ մեկին գումարած մեկը դա հավասար է երկուս ոչ մեկ չի կասկածում դրա մեջ բայց առաջ դրա դեմ կասկած հարուցել են որ մեկը մեկին գումարած կարող է երկուս չի ու փիլիսոփայությունը սկսել է աշխատել հա հետաքրքիր է իդեպ մի քիչ եթե ավելի հետ գնանք մեր թվարկությունից առաջ Պյութագորասը եղել է երկու այդ գիտությունների կրողը մետաֆիզիկայի շրջանակներում իրան ճանաչում են որպես մեծ ուսուցիչ իսկ բանի հա ակադեմիական գիտության մեջ իրան որպես երկրաչափության հիմնադիրը հիմա ըստ Պյութագորասյան բանի ժառանգության թիվը քանակից բացի առաջին հերթին որակ է ցույց տալի որովհետև մենք սովոր ենք թիվը օգտագործել միայն քանակ հաշվելու համար բայց եթե մենք նայում ենք մեր շրջապատող աշխարհը նույնիսկ Աստվածաշունչը ինչքան է թվով որակ մատնանշում օրինակ հա ամենահայտնի օրինակն եմ ասում 3 հատ 6-ը որակ է մատնանշում ասում սա սատանայի թիվն է օրինակ հա կամ ասենք չգիտեմ 7 օրում աշխարհը ստեղծվեց 7 օր ունի շաբաթը չգիտեմ այդ 7-երի քանակը մեծ շրջապատող աշխարհում այնքան շատ է հա որ մտածել որ դա միայն քանակի մասին է այդ հա ես համաձայն եմ այսինքն առաջի բանը որ մենք տեսնում ենք մետաֆիզիկայի ու ֆիզիկայի ոնց որ ասած այդ հատման կետը դա թիվն է թիվը որը եթե գալիս ենք այս կողմ քանակա ցույց տալի գնում ենք այն կողմ որակա ցույց տալի Դա հետաքրքիր բան ասեմ հիմա շատ լուրջ գիտնականներ ստատուսով շատ բարձր գիտնականներ աշխատում են ինչի վրա որ փորձում են ապացուցեն որ մաթեմատիկան դա լեզու չի մենք ոնց ենք ասում մաթեմատիկան պատմող լեզու է քո ասած քանակ է պրոստը շատ լուրջ արդեն հիմնավորումներ կան ինքը ակադեմիական ընդունած փաստ չի բայց մոտիկանում են դրան որ մաթեմատիկան դա բնության երևույթ է այսինքն այդ թիվը այդ քո ասած երևույթ է ոչ թե ուղակի ինչ որ 5 հատ ինչ որ բանի մասին է խոսքը ու շատ ծանր գիտնականներ են այդ գաղափարի կողմնակիցները էլի մաթեմատիկան հենց բնությունից էլ սկսել է բնությունից էլ ծնվել է դե ընդունված է միշտ սովորացնում են որ մաթեմատիկան դա լեզու է որը որ պատմում է բնության մասին կամ ֆիզիկան է պատմում բայց իրականությունը շատ բան գալիս են այդ փոփոխությունը գալիս է ուտեղ շատ մեծ դերատանում քվանտային ֆիզիկան ինչ է քվանտային ֆիզիկան ինքը կարանք ասենք միկրոաշխարհի ֆիզիկան է որը որ մեր աշխը չի տենում եթե պարզ տարբերակով ասենք ու այդ միկրոաշխարհում երևույթները լրիվ ուրիշ ձև են մի հատ էլ հետաքրքիր բան պատմեմ ու քո կարծիքն էլ է էլի դրա շուրջ հետաքրքիր նայ օրինակ բերեցի ասացի մարդիկ ժամանակի մտածում են որ զանգվածը այսինքն նյութականը ու էներգիան դրանք տարբեր դրսևորումներ են տարբեր երևույթներ են հետո եկավ Էյնշտեյնը ասաց ին հավասարը MC քառակուսի մեկը մեկից շատ կախված է ու մեկը կարա ձևափոխվի մյուսով հա դա կներես հիշելով իմ ֆիզիկայի գիտելիքներ դպրոցից դա նաև եթե հարվածը ես խփում եմ ձեռքով իմ քաշը եւ հարվածի արագությունը որոշում են ուժը էներգիան որով հարվածը կպտում է ճիշտ է մի քիչ հա մի քիչ չէ մի քիչ ավելի ուրիշ ուղղություն ուզում ասի որ այս նյութը շատ հանգիստ ինքը խտացված շատ ուժեղ էներգիա է դու կարաս իրեն կիլոյով չչափես կարաս չափես էներգիա է զուտ օքեյ մետաֆիզիկային շատ մոտիկ է էլ ինքը հետո այս վերջի տարիներին կամ տասնամյակի մեջ հետաքրքիր էքսպերիմենտներ արվում էլեկտրոնների հետ տարական մասնիկների հետ մեր աշխը չտենող չափումների ժամանակ տենում են որ մասնիկին տարբեր կողմերից չափելուց տարբեր ձև չափելուց դու տարբեր ինֆորմացիա ես ստանում այսինքն չես կարա նույն մասնիկին համ էներգիան չափես համ իմպուլսը չափես կամ համ դիրքը չափես մի հատն ես չափում եթե պարզ ասենք գալիս են այն մտքին որ ասում են մենք ինֆորմացիա ենք ստանում ուղղակի մասնիկի մասին հիմա ակտիվ ու շատ ուժեղ հիմնավորվում է, փորձում են հիմնավորեն, որ այս երկուսի հիմքը ինֆորմացիան է։ Պատկերացրու, չէ՞, այսինքն ոնց է մենք ասում ենք ինչ որ բան ուզելուց, ինչ որ բանի հասնելուց, դու ես շատ ասում, այդ վիզուալիզացիան, այդ ինֆորմացիան ստեղծելը, որ ես ուզում եմ օրինակ չգիտեմ, շատ հաջողակ բիզնեսմեն դառնամ։ Հա, բայց դա ես չեմ ասում, դա ես քեզանից շատ եմ տալիս։ Մի քիչ ուրիշ եմ ես ասում, որտեղ դրա պապսանք է, այդ Հա, ես པարզ եմ մի քիչ փորձում ասում, դու ես մի քիչ ուրիշ եմ ասում, էլի, որտեղ պապսը
չեմ ուզում էժանացնենք իրան որպես։ Okay, այդ ինֆորմացիայի ձևավորումը գլխի մեջ, ասենց ասենք։ Ահա։ Այդ ինֆորմացիայի ձևավորումը բերում է էներգիայի ստեղծման, էներգիան էլ բերում է նյութականի ստեղծման, այսինքն այդ ցեպոշկի ամբողջությամբ այդ ցեպոշկի փակումը համարյա թե այսօր ակադեմիական ապացուցված է, էլի շատ մոտիկ է այդ ամեն ինչին, էլի։ Okay։ Քվանտային ֆիզիկան sense ակտիվ գալիս է մետաֆիզիկայի ինչ որ բաներ փորձում է ապացուցի, ու պարզա նպատակը դա չի, բայց որ համադրում ես, եթե մեկին չես նայում, երկուսին էլ նայում ես, քեզ երկուսն էլ հետաքրքիր է, չես մտածում որ մենք ուղղակի պրիմիտիվ ինչ որ բիոլոգիչսկի կենթանիներ ենք, աշխարհին ուրիշ ձև ես նայում, արդեն շատ բան է փոխվում, էլի։ Ու նայ մենք օրինակ շատ ընկերներ ունենք, երբ որ իրանց մետաֆիզիկայի մասին ասում ես, իրանք միանգամից ասում են, չէ, դա ոնց որ չհավատան սկեպտիցիզմով ինչ որ մի վիճակ կա, որ մարդը մերժում է այդ գիտելիքը, բայց հետո օրինակ ես նայում եմ այդ նույն ընկերս ինչ որ մի հատ երևույթի, ասես լրիվ մետաֆիզիկական երևույթ է, առած մոտ էս արի ինչ եղավ ասում, օրինակ չգիտեմ, այն մեր հարևանի ասма վրա դրված էր անուն իր մահացած բարեկամի, այդ նույն տարիքում ինքն է մահացավ, պատկերացնում ես, կամ ինտուիտիվ որոշում է կայացնում, չէ՞։ Հա, ինքը ինտուիտիվ է։ Ասում ես խես տենց անում, ասում չգիտեմ, տենց եկավ, որ ես տենց պետք է հարցը լուծեմ։ Այսինքն մետաֆիզիկայի գիտելիքը ինքը ամեն օր մեր վրա դա ազդում է, մենք դրանով ապրում ենք, ու ես օրինակ գիտեմ, եթե ես ճիշտ ինձ տրամադրեմ, ես քաղաքի ցանկացած կետում պարկինգ կգտնեմ։ Ես հանգիստ դուրս եմ գալու, ես գիտեմ, որ ես գնալու եմ, կանգնեմ իմ ուզած տեղը։ Ես օրինակ սենց եմ մտածում, ֆակտ կա, ինձ թվում է շատ մարդիկ, մտածող մարդիկ ասում են, որ ինչ որ մի բան կա։ Լավ, այդ ինչ որ մի բանից չօգտվել, այսինքն չփորձես հասկանաս ինչ է, դա ոչ մեկ չի ասում Գրիգորի նման այդ ամեն ինչի կրողը դառի, բայց կարաս փորձես, չէ, հասկանաս ինչ կա դրա տակ, ինչն է քո համար աշխատում։ Հետազոտող լինես, էլի։ Հա, ինչն է քո համար աշխատում, կարող է այնց բանաձև ես գտնում քո համար, որ շատ իդեալական, շատ ուժեղ աշխատում է, էլի։ Հա։ Ափսոս է։ Գոնե հետազոտող պետքա լինել։ Հա, չօգտվել էլի, ոնց որ ծառավել ես կողքը ջուրը, նի, տենց ասես ես այն ափից ջուր չեմ խմում, էլի։ Ու գիտես, ամբողջ խնդիրը ինչի մեջ է, որ այսօրվա աշխարհում բիզնեսմենները շատ մեծ ծարավով դա սովորում են, բայց ոչ Հայաստանում, ասեմ։ Տարվա սկզբին ես մեկնել էի Գերմանիա, Բերլին, մենք գործընկեր ակումբ ունենք, գիտես, իրանց ռեզիդենտների համար ելույթ ունենալու, դահլիճում նստած էր 120 հոգի, ոչ մեկ դուրս չեկավ մինչև վերջ, երբ որ ես էլ շտապում էի, պետքա մեքենայով Բերլինից տեղափոխվեինք ուրիշ քաղաք, ոնց որ ես ելույթը շուտ ավարտեցի, ասի ժողովուրդ, ես հելա չթողին, չէի կարում դուրս գայի, միջանցքում պահեցին, հետո իջանք ներքև, ասի լավ, արդեն ուշացել ենք, բան անենք, այդպես մի 8 ժամ պետքա գնայինք, ուզում էինք տենց գնայինք, որ ոնց որ մթով չհասնեինք մեր ուզած տեղը, հետո բանում իջանք հաց ուտելու այնտեղ չթողեցին, այսինքն չէի կարում, պրոստը մի կտոր հաց ուտեի, այդքան հարցեր, բայեսի ոնց է լավ, բայես հարցը բա, այնքան բան ունեին իրանք ոնց որ վերցնելու, ես հենց առատ տալիս էի։ Իսկ ստեղ, գիտես, մեր ակումբում որ անում ենք տենց այդ թեմայով քիչ մարդ է։ Հա, ոնց են գալի մերոնք, էլի։ Ես դրա հետ իհարկե լրիվ օքեյ եմ, շատ ավելի օքեյ եմ ու դու գիտես, որ ես նույնիսկ ասում եմ, որ եթե մի 2-3 դաս ենք ունենում, ասում եմ, առաջի դասին քիչ ենք, երկրորդին ավելի քիչ ենք լինելու, երրորդին вообще մենք մերոնցով ենք մնալու։ Չէ, ես շատ եմ ափսոսում, որ դրա ինֆորմացիան, որովհետև տես, ասես մի բան կա, կարող է հետաքրքրվեմ, ուզենամ ինչ որ աղբյուր գտնեմ, մանգամ, նույն YouTube-ում բանում, այդ քո ասած պապսան շատ է։ Բայց որ գիտես մարդ ասում, որ իր կյանքում դա կիրառում, կողքից էլ է երևում։ Օրինակ Պարզվում է, որ Գրիգորը ինչ-որ բաներ է կարում անի, ուրիշ ոչ մեկ չի կարում անել, ես պաստելեմ, այստեղ ոնց է այդ հարցը լուծում, փորձեմ ես էլ այդ բանաձևը սովորեմ, էլի։ Հա, բացի անել նաև որոշումներ է, շատ որոշումներ եմ կայացնում, որը կարա առաջին հայացքից տրամաբանությունից լրիվ դուրս լինի։ Մարդիկ ասում են, ինչ անում ես, ֆիա սենց անում։ Lifetime կտրվածքով իրանք տեսնում են ես դա խեմ անում։ Մի անգամ մեր ընկերներից Պյոտր մի հատ տակիր բան ասեց, սլյոտը որ կազմակերպել էինք Հայաստանում, օր ասեց, այս տղումը ցաղ էներգիաներով է։ Չգիտեմ դա ոնց է անում, բայց աշխատում է այդ էներգիաները։ Որտեւ այդ մթնոլորտը դե այդքան մարդ եկավ, ինչ էներգիա կար, չէ՞ սլյոտին հիշում ես։ Շատ լավն էր, շատ ուժեղ էր։ Այսինքն հələ կազմակերպչական այդ ամենը իր հերթին, ամեն ինչ հստակ, ժամերը, բան, գրաֆիկը որտեղից հելա։
կրակ կար էլի Բա ինչ էներգիա կար էլի դրա մեջ, այսինքն հենց այդ է որ դու էներգիայով ես երբ որ հարցին նայում ինքը լրիվ փոխվում է։ Ոստեղ մենք ունենք շատ մեծ արդեն գիտություն, արդեն մեր համար པարզ գիտություն, որը པարզ է որ օրինակ այս կանոնը կա, սա կա, դա աշխատում է։ Այս օրինակ իմ դեպքում ես երկար այդպես փորձել եմ փորփրեմ գտնեմ ու հիշում եմ բաներ, որ ես փոքր ժամանակ կամ պատանի ժամանակ շատ էի այդպես բաներից օգտվում։ Այսինքն անդադ ինչ որ հույսս դնում էի մի քիչ այն վաղվա մտածելով ասեմ, հույսս դնում էի ես ինչի վրա, հույսս դնում էի ես ինչ երևույթի վրա։ Հետո այդ ակադեմիական վիճակը ինքը կտրում է։ Իհարկե։ Ինքը կտրում է, դու անդադ ապացուցում ես, գալիս է մի կետ կտրվում ես։ Հիմա ես փորձում եմ այդ երկուսը իրար միքս անեմ, բերեմ բալանսի ու ինձ տենց ավելի լավ եմ զգում, ամենակարևոր բանը դու զգում ես, որ դու կարող ես խնդիրներդ լուծես ավելի ճիշտ, սպասում ես, համբերատար ես դառնում, ներսդ շատ բան է փոխում էլի մարդու։ Ինստիտուտում, դպրոցում ես սկսեցի ուսումնասիրել Ֆրեյդին, դա 98 թիվներ, 97-98 թիվներ։ Ֆրեյդը ոնց որ իմ համար առաջի քայլն էր դեպի մետաֆիզիկայի աշխարհ, որովհետև ամեն դեպքում Ֆրեյդը բացի հոգեկան բաներ նկարագրելուց process-ներ, ինքը նաև անգիտակցական process-ներ է նկարագրում։ Ֆրեյդը առաջի դուրն է, էլի։ Առաջի դուրն է, հա։ Այ Յունգը լրիվ արդեն մեջն ես, դու մտնում ես այդ աշխարհ։ Հիմա ես բայց ինքս նաև այցեղ չուր եմ ու ունեմ շատ ուժեղ գիտակցական այդ կոնտրոլը, շատ ուժեղ։ Ու ես դպրոցում եղել եմ մեր դպրոցի ամենալավ մաթեմատիկայի, ասենք, բանը, հա, սովորողը, չգիտեմ, մաթեմատիկայի քննության կարծեմ 19 եմ ստացել ընդունելությունս բանը, այսինքն 20-ից 19։ Ինստիտուտում սովորել եմ մաթեմատիկական ֆակուլտետ, այսինքն ժողովի վիճակագրության բաժինը, ինքը երևի 80% մաթեմատիկա էր, 20% տնտեսագիտություն էր։ Հա։ Ու մի օր, էս իմ աշխարհը գիտես ոնց փլվավ, այն նոր բացվում էր այդ սայթերը, одноклассникներ, թե որն էր այդ ժամանակ էլ։ Մեր կուրսի աղջիկներից մեկը ինտուիտիվ մի հատ պարոլ գտավ, որովհետեւ մենք գտնեինք, ես ինչքան, չգիտեմ, ինչ տեխնիկա պետք է օգտագործեինք, ինչքան հաշվարկ պետք է լիներ, որ մենք կարողանայինք այդ պարոլը գտնենք։ Ինքը պրոստը ասեց ես կարամ բան անեմ, այսօր քնեմ հելեմ, առավոտը գամ ձեզ պարոլն ասեմ։ Ու ես հասկացա, որ մի րոպե, ժողովուրդ, հələ կանգնեք, մաթեմատիկներ, ֆիզիկներ, մի վարքյան հարգանքներ։ Ուրիշ բան է աշխատում։ Այս ի՞նչ է կատարվում, այսինքն ու այդտեղ շատ մեծ ուրախություն ինձ մենք ունեինք փիլիսոփայության դասախոս Հովականյանն էր, շատ հարգում եմ իրան ու իմ համար իմ կյանքի կարևոր ոնց որ ասած պահերից էր որ ինքը մեր փիլիսոփայության դասախոսն էր, ինքը փոքրիկ իշխանը գիրքն էր մեզ տալիս կարդալու, ասում էր Ժողովուրդ ջան 6 ամիսը մեկ մի տարին մեկ այդ գիրքը նորից կկրկնեք։ Ու այդ գրքում մի հատ դրվագ ինձ հանդիպես, որտեղ ասվում էր, որ ամենակարևոր բաները աշխարհում աչքով չես կարա տեսնես։ Ամենակարևոր ճշմարտությունները, ամենակարևոր սակրալ գիտելիքները դա զգալով է, դա ապրելով է, դա այդ ներքին այդ բանից է գալի։ Բաց լնես, դրա համար պետք է բաց լնես, էլի։ Ես հենց դա եմ ասում, ափսոսա բաց չլնես։ Չես ուզում, չես մտածում այդ ուղղությամբ, բայց գոնե բաց եղի, տես ինչ է գալիս, ինչ ես ընդունում, էլի։ Ես այստեղ հետաքրքիր բան կա, Գրիգոր, քո կարծիքն եմ ուզում դրա շուրջ հասկանամ։ Մարդկանց դերը մարդկանց կյանքում։ Չգիտեմ, ես իմ կյանքում նկատել եմ, որ ամեն պերիոդում, ամեն մի հետաքրքիր կտորում մի հատ մարդ է հայտնվում, որը որին վրա շատ լուրջ ազդեցություն է թողում։ Ըտել պատահականություն չկա, էլի, կամ այդ պահին ինձ պետքա ես տենում եմ դա, կարող է եւ անդադ կա, պրոստը որ անտեսում ես, չես տենում իրան, կամ դա հենց այն ժամանակա գալիս, երբ որ պետքա։ Այսինքն, չգիտեմ, դպրոցում մի հատ դասատու է անում, որին որ դու սկսում ես նմանակել, ընդօրինակել, ինքը sense անկախ քեզնից քո բանն է, սենսեյն է, էլի, բանով դառնում։ Այդտեղ քո մեկնաբանությունը դեպի մետաֆիզիկա, էլի, ուզում հասկանամ ոնց է այդ երևույթը տենում։ Իմ կարծիքով բոլոր մարդկանց մենք մեր կյանքում հանդիպում ենք նախապես գծած սցենարով ու նույնիսկ այն ամենավատ փորձառությունները, ամենավատ кейսերը իրանք էլի ծառայում են մի հատ կարևոր բանի։ Օրինակ իմ կյանքում եղել է դեպք, իրադարձություն, որը առաջի այդ պահին ինձ թվացել է աբսուրդ եւ այն գործողությունները, որը իմ հանդեպ արվել է, ես մտածել եմ, որ սա ամենավատ բանն է, որ կարելի է անել մոտիկ մարդու հանդեպ։ Մի քիչ երկարացնում ես ժամանակից զորը, մի տարի, 2 տարի, ասես մի քիչ քաշում ես, նայում ես, տեսնում ես դա մեծ պարգև է քեզ։
մեծ, այսինքն նախ բոլոր մարդիկ մեր համար լավ ինչ որ գործ են անում։ Իհարկե այդ լավը միշտ չի որ հենց տենց լավով է հենց երևում, հա, որովհետեւ դու այդ լավը հասկանաս, դու պետք է զգես իրան ժամանակը կրկնազոր երկարաժամկետ պետք է նայես, երկարաժամկետ պետք է նայես։ Ոստեղ շատ կարևոր է թե դու ոնց ես ապրում այդ, եթե օրինակ բացասական ինչ որ բան է, հա, դե դրականը լավ է, ասենք, չգիտեմ, դասախոսա, դպրոցի տնօրեն է, լավ բան էլ եկավ, հեշտ ընդունում ես, հարգանքներ ես, բայց օրինակ եթե մարդը ով քեզ խաբել է, եթե մարդը ով քեզ նույն դասախոսը համալսարանից դուրս է թողում։ Հա, դուրս է թողում, գնում ես բանակում են խնդիրներ, ստեղ մի հատ շատ կարևոր պահ կա, ավելի կարևոր է թե դու ոնց ես ապրում այդ բանը, այդ չգիտեմ, տրավմա ասեմ, թե ձախողում ասեմ, թե ռազրիվ հարաբերությունների, դու ոնց ես ապրում, քան թե բուն դեպքը ոնց է, եթե դու համաձայնվում ես դրա հետ, ասում ես օքեյ, ես համաձայն եմ, օքեյ, всё, ուրեմն դուս եմ թողել, ուրեմն սա է հիմա ինձ պետք, շատ մոտիկ բանում, ապագայում, այդ մոտիկ ապագան, ցենց ասեմ, 2-ից 5 տարի, ավել չէ։ Հա, ինչ որ հատուկ Դա այդ չէ, պրոստը դիտարկում է, այսինքն մենք նկատել ենք, որ դա այդքան է տևում մոտավորապես։ Ջոբսի դեպքում 10 տարի տևեց, երբ որ իրան հանեցին Apple-ից, եւ ինքը վերադարձավ արդեն քանի հատ հզոր բան ստեղծած, հա, Pixar-ն էր ստեղծել, արդեն որպես դիզայներ ինքը աճել էր, հասել էր մի հատ լրիվ այլ մակարդակի, այսինքն իր համար այդ իրան Apple-ից հանելու ակտը մեծ պարգև էր կյանքի կողմից։ Աճ, մի հատ ուրիշ ձևի աճ եղավ իրան։ Այսինքն եթե դու տենց ես նայում, ապա ցանկացած իրադարձություն քո կյանքում վերջում պտտվում, գալիս ու քո համար մի հատ մեծ նվեր է դառնում։ Այս շատ կարևոր է։ Ես տենց իմ օրինակի վրա եմ միշտ բերում, ես համալսարան ընդունվելուց ձախողել եմ առաջի քննություններս ու տենց ընկա պոլիտեխնիկ, դե լավ, դե հիմա պոլիտեխնիկա տնեցի, կետա սկսովորես, չթեմ պոլիտեխնիկն ինչ ան, հետաքրքիր չի, չեմ ուզում պոլիտեխնիկ։ Հանեցի մի օրվա մեջ գործես հանեցի, գնացի բանակ, այդ մեր տանը տենց կատաստրոֆա էր, մի օրում գնացի գործես ինստիտուտից հանեցի, դե всё, արդեն բանակ պիտի գնամ։ Բանակից հետ եմ եկել, իքոր տենց հեշտ քննություն տալ ու ընդունվել համալսարան, տենց բան, տենց շատ քիչ անում էլի մարդուկ 20 րոպեմ ամեն քննությանը մտել։ Պատկերացնում ես, դու մտնես այն քննությանը, որը որ ժամերով տանջվում ես, այդ սաղ պետքա գրես, 20 րոպե մտել եմ դուրս եկեք, 20 րոպե, որ դուրս էի գալիս, մերոնք ասում են, всё, վատա չէ, չես գրել, չէ, հանգիստ եղեք, սաղ տոշնի, ես գիտեմ, ես պետք է ես ճամփեն ասնեի, որ ես գայի ընդունվեի համալսարան։ Այդ բաց ընդունել եմ դա, էլի, չգիտեմ, առաջ չեմ հիշում ոնց եմ մտածել, որ դա ընդունել եմ, երևի թե էմոցիոնալ կամ ինչ որ բաց եմ թողել այդ գծով գնացել է, բայց որ հետ եմ նայում, այդ իրականում շատ ճիշտ ու շատ լրիվ համաձայն եմ։ Ոստեղ մի կարևոր դետալ էլ կա, բացի այն թե մենք ոնց ենք ապրում այդ իրադարձությունը, մարդիկ նաև այլ բան ունեն, մարդիկ սովոր են իրար կպնել։ Հանդիպել են իրանք։ Իրանց թվում է թե դա պետք է միշտ լինի։ Միշտ լինի։ Այդ տենց չի։ Այսինքն ցանկացած հանդիպում իր մեջ արդեն բաժանման օրը ունի։ Ինչ որ փոխանակում կա էներգիա եղավ, всё, այսինքն մարդիկ հաճախ երբ որ բաժանվում են, այդ բաժանվելուն, հա, պարտներներ են բաժանվում, ընկերներ են բաժանվում, ամուսիններ են բաժանվում, ծնող երեխա է բաժանվում։ Մարդկանց թվում է, որ եթե մահ չի, առողջ են կան, պետք է մարդիկ շարունակեն, տենց չի։ Ինչքան անում, չէ, մի մարդուն քաղաքում անդադ տենում ես մի պերիոդ։ Ասենք չգիտեմ, միշտ ես կենտրոն, Հայկն իջել է կենտրոն, Գրիգորին անդադ կենտրոնում տենում է։ Հետո մի հատ շրջան է գալիս, ուզում ես կենտրոնում հատուկ մանարի Գրիգորին, ոնց ուզում ես մանար, դու էլ Գրիգորին չես հանդիպում ուղղակի։ Այո, այդ նշանակումը ավարտվել է, այն ինչի համար մենք իրար տեսնում ենք։ Դրա համար եթե մարդիկ նաև դա ընդունեն, որ օքեյ, հանդիպել են, դա միշտ ժամկետ ունի, միշտ լավագույն դեպքում կամ միգուցե եւ վատագույն դեպքում երբեմն այդ ժամկետը կյանքն է, մահն է սահմանում, բայց շատ հաճախ եթե դու օրինակ մարդիկ կան այնքան հեշտ են բաժանվում, ես նախանձում եմ տես մարդկանց։ Օրինակ շատ հեշտ միանում են, հեշտ բաժանվում են։ Հա, այսինքն եկան գործ արեցին, всё, գնացին ամեն մեկ իրար ճամ։ Մենք հայերով մի տեսակ որ լսում ենք երկու հոգի բաժանվել են, մի հատ նայում ենք, ասում են, կարա, տենաս ոնց են բաժանվել։ Ասենք եթե Facebook-ում ընկերներես ինչ որ մեկի այդ բաժանման մասին գրում է, ասես նայում ես տենաս լավ են բաժանվել, թե սկանդալ նկարները ջնջել է, թե չէ։ Հա, սկանդալ կա, այդ պիտոմ ես հələ անձնականի մասին չեմ խոսում, հələ գործնական, ընկերական իմաստ եմ խոսում։ Այսինքն մարդկությունը, սոցիումը այս առումով շատ վատ հանդիսատես է։ Իրանց աչքերում, եթե կա սկանդալ,
ապա մենք ստենք Ժորժ ջան, Եկեք նայենք, չէ՞։ եկեք նայենք իրար սկանդալը։ Նույն ձևել բիզնեսի հանդեպ։ Բիզնեսն էլ ենք սկսում, ինչ որ կետ է գալիս, բայց չենք բաժանվում։ Ակնհայտ այդ բիզնեսից պետք է բաժանվես, կամ պետք է փակես, Իհարկե։ կամ պետք է չզբաղվես դրանով, տարբեր լուծումներ։ Սենց օրինակ ես հիմա տրանսֆորմացնում եմ բիզնեսը ամբողջությամբ, լրիվ ոնց որ ուրիշ բիզնես է ծնվում տակից։ Բայց այն բիզնեսին sense ջերմ հավեսով սիրուն հաջող եմ անում, որովհետև այդ բրծնումա ուրիշ էտապ է գալիս։ Իդեպ ստե շատ կարևոր մի հատ կետ կա։ Երբ որ պահա գալիս է որ դու պետք է փակես այդ պրոյեկտը, դու պետք է այդ ժամանակ փակես այդ պրոյեկտը, որովհետև կա էտապ, որ բիզնեսը իր միսիան ավարտել է, այդ էտապը ամենալավ էտապն է, երբ որ դու այդ բիզնեսը փակես։ Կա էտապ, որ եթե դու դա չես փակում, երբ որ ինքը իր միսիան ավարտել է, կա էտապ, երբ որ ինքը սպառել է իրան արդեն։ Հա։ Այսինքն եթե դու այս փուլում չես փակում իրան, ինքը գնում է ինչ որ կետում արդեն սպառում է իրան։ Այնտեղ քո հաշվին է արդեն։ Հա, լրիվ քո այսինքն ինքը ինչ է սպառում, այդ որ ասում են սպառվել է այս պրոյեկտը, ինքը սկսում է սպառել իր մեջի կենսական էներգիան ու իր մեջի մարդկանց կենսական էներգիան է սկսում։ Այսինքն ինքը դառնում է խիշնիկ, սեփականատիրոջ ու ինքն իր համար։ Այսինքն երբ որ մենք ասում ենք որ պրոյեկտ սպառվել է, այդ նշանակում է որ ինքը ուշացել է առողջ ավարտ ունենալու, որտեվ եթե անցել է գիծը անցել է, իսկ երբ որ դու առողջ ավարտում ես մի հատ պրոյեկտ, դա մեծ հաջողություն է։ Այնք ջերմել մնում, մարդու հետ էլ է այդ ձևը, եթե դու ճիշտ ես բաժանվում, ջերմ է մնում այդ։ Բացի ջերմ մնալը, այդտեղ մեծ էներգիա է գեներացվում, առողջ էներգիա, մյուսի ստարտի համար։ Այսինքն, եթե դու ուզում ես սկսես մի բան, դու պետք է ավարտելու մեջ էլ հմուտ լինես։ Այսինքն, եթե դու սկսես օրինակ լիքը մարդ կա, լիքը պրոյեկտ է սկսում, ճլած գնում են այդ պրոյեկտները։ Տարիներով, ասենք, չգիտեմ, այդ ֆիրմաները, չէ, փակելը, ավարտելը դա մեծագույն գործարի հաջողության մեծագույն որակներից մեկն է։ Փակեցիր, ճիշտ պահին փակեցիր, չուշացրած դա արեցիր, դու շանս ես տալի բոլոր մասնակիցներին ավելի երկար խաղալու։ Պրոցեսը աշխատում է։ Իհարկե։ Հաջորդի համար հիմք է ստեղծվում։ Որովհետև, սենց ասեմ, կյանքը հարատև է ինչով, իր սկզբով ու ավարտով։ Պրոյեկտները կարան հարատև լինեն մենակ մի դեպքում, եթե դու չես խանգարում այդ պրոյեկտը սկսի ու ավարտվի։ Ես դրա համար մեկ-մեկ ինձ ասում եմ, որ շատ պրոյեկտ ես սկսում, շատ պրոցես ես անում, ես ասում եմ, ես այդ պրոյեկտները անում եմ, կա մեծ նպատակ, այսինքն ես իմ մեջ նկարել եմ կամ պատկերացրել եմ, որ ես ինչ եմ ուզում, խեմ սկսել բիզնես անել, ինչի համար ու ինչն է նպատակը։ Ինքնազբաղվածություն ինչ որ գումար աշխատելու չի։ Մեծ նպատակ կա դրա տակ, այդ մեծ նպատակին հասնելու համար ինչ որ տարբեր աստիճաններ է պետք։ Այդ աստիճանները ոտը դնում ես, պետք է կայնաս անցնես հաջորդ աստիճանը։ Այն մյուս աստիճանը կարա նենց լինի, այդ աստիճանը սենց հետդ բարձանա, այն էսկալատորի նման լինի, ինչ որ չափի հետդ բարձանա, բայց պետք է ստուպենկան փոխես։ Ես քեզ ասեմ, միշտ ճիշտ պահին ավարտած, դադարեցրած, փակած պրոյեկտը մի աստիճանը չի, մի քանի աստիճան է։ Սևակը խոսք ունի, ասում է, գովերքում եմ այն քայլ կա որ թրիչք արժի։ Հա։ Քայլ, այսա տենց քայլ է, որտեվ մենք փակելը ասոցացնում ենք անհաջողության հետ, փակելը ասոցացնում ենք ձախողման հետ, փակելը օրինակ եթե դու ճիշտ պահի փակես ինչ-որ մի պրոյեկտ, ապա դու մեծ էներգիա ես ստեղծում, մեծ ավելի ստարտի։ Իհարկե։ Այդ ոնց որ գիտես ինչ լինի, ասենք մի հատ ցեղում մի հատ մարդ ապրի 150 տարի, ապա ոչ մի ձևի այդ մարդը չուզենա մեռնի։ Արդեն ոչ քայլում է, ոչ շնչում է, չէ, ախպեր, ես պետք է ապրեմ։ Չէ, պետք է ապրի, որ սերունդը, այսինքն քանի առողջ է պետք է ապրի, հետո ինչ որ մի կետ կա, որ մեծերից շատ ենք լսում, արդեն գնալու ժամանակն է, չէ։ Այդ զգացողությունը գալիս է իրականում, էլի։ Այո։ Այդ մարդը հաշտ անում է զգացողության հետ։ Մարդու վրա եթե օրինակը նայենք, ինքը ապրում է, եթե 50-60 տարեկան ակտիվ մարդուն հարցնում ես մահվան մասին ես խոսում, վախ կա։ Բայց եթե 90 տարեկան մարդու հետ ես այն որ հագեցել է արդեն կյանքից, ինքը չի վախում այց։ Բնականon գալիս է այդ մահը պատրաստ ընդունի։ Այո, ես գիտեմ, որ նույնիսկ մարդու մահը ինքը ավարտ չի, այլ սկիզբ է ու ես էլ եմ դրա հետ համաձայն։ Ու գնում ես ու գալիս։ Չի կարող ամեն ինչ այսքան հեշտ բրծնի։ Հա։ Տրամաբանական չի ամեն ինչ այսքան հեշտ բրծնի։ Հա, սենց ես իմ դասից մեկի ժամանակ, երբ որ խոսում էի այդ թեզից, որ ես վստահ եմ, որ այդ կյանքը կա, ասի բոլոր պայմանների հետ մեկտեղ նաև դա տրամաբանական չի։ Հա։
բոլոր Լոգիկա փաստերի հետ լոգիկա չկա տեղ, էլի, որովհետև մարդկա 5 տարի ապրում, մարդկա 20, մարդկա Պատճառը հետևանքային կապը չի աշխատում։ չի աշխատում, հա, իսկ երբ որ դու տեսնում ես, որ այսօր լիքը բաներ կան, գիպնոթերապևտներ կան, իդեպ սա էլ ասեմ, ու մենք գնանք դեպի ավարտ, շատ հետաքրքիր դիալոգ ստացվեց ֆիզիկայի ու մետաֆիզիկայի ասենց ասած սահմանի վրա, ռեգրեսիով զբաղվող գիպնոթերապևտներ կան, ովքեր կարողանում են գիպնոզի խորության մի հատ բան ապահովեն, որով մարդը կարողանում է հիշի իր հոգու պերեժիվանյաները, ապրումները նախորդ կյանքերում։ Ու կան հեղինակներ, կան հայտնի մարդիկ ու ահագին էս գիտելիքը հասանելի է։ Նույնիսկ քեզ ասեմ հետաքրքիր մի հատ բան, կոնֆերանսներ կան, որի ժամանակ տարբեր հոգեթերապիայի ճյուղերի ներկայացուցիչներ տարբեր ելույթներով են հանդես գալիս, հա։ Չգիտեմ, գելշտալտի մասնագետները գելշտալտից են խոսում, հոգեվերլուծաբանները դրանից են խոսում, հա, Յունգի բաները դրան, այսինքն ստեղ նաև արդեն ռեգրեսոլոգներն են, ովքեր խոսում են ռեինկարնացիայից։ Շատ հետաքրքիր այդ մասը։ Ու ես մեկ ասեմ քեզ, այդտեղ ներկա եմ լինում այդ կոնֆերանսների։ Որը իհարկե Հայաստանում չի։ Մի հատ հետաքրքիր փաստ ասեմ քեզ, այս վերջը կսեմ հայտնաբերել, փաստորեն Յունգը շատ ակտիվ, շատ ուժեղ ֆիզիկոսների հետ, այն ժամանակվա գիտնականները շատ ուժեղ նամակագրություն են ունեցել։ Նույն Պաուլի հետ ա եղել շատ շփումը մեծ, ինչ որ ֆիզիկական օրենք բացահայտելուց հետո նա նամակագրել մյուսին, որ տես սենց պրարիվ ունեմ, նա փորձել է ինչ-որ իր բացատրությունը տա ու հակառակը Յունգի ինչ-որ մտքեր գալուց հետո փոխանակվել է ֆիզիկոսների հետ, որ հասկանան այդ երկուսի բալանսը որտե է, էլի։ Համարյա թե չկա տենց շատ մեծ անունով գիտնական, որը որ կմերժի մետաֆիզիկան, էլի։ Կարծում եմ, տես բան չկա։ Դե հա։ Այդ կլինի շատ միամտություն, էլի։ Չեմ հիշում ով էր ասել, որ բժիշկներից հայտնի, որ դիահերձարանում, երբ որ ծանոթանում ես մարդու մարմնի կառուցվածքին, այդ բանից սկսում ես հավատալ Աստծուն։ Այո։ Հա, որ այս մեխանիզմը չէր կարա մարդը ստեղծել, էլի։ Իդեպ այդտեղ կարևոր հանգամանք է, այս ամեն ինչի մասին խոսալուց երբեմն մարդիկ ասում են դու այդ խոսքով կամ այդ երևույթներով մերժում ես Աստծո գոյությունը, ասում հակառակը հաստատում ես, որ այդ ամեն ինչը ստեղծվել է, դա պատահական չի, մեզ ուղղակի ինչ որ sense կանաչ խոտ չեն ստեղծել, էլի, ստեղծողները։ Դե, այս շատ հետաքրքիր նոտայով եւ ավելի շատ հարցերով, քան պատասխաններով մենք ավարտենք մեր այսօրվա դիալոգը։ Լավ ընկերոջ, լավ մարդու, լավ գործարարի, մեր ակումբի շատ սիրված գործարարի Ավդիշյան Հայկի հետ։ Շնորհակալ եմ շատ Գրիգոր ջան հրավերի համար։ Համարյա բիզնեսից չխոսացինք։ Ես միշտ արդյոք չեմ կորցնում քո հետ երկու բառ փոխանակելու, որովհետև դրանից ինչ որ բան վերցնում եմ։ Այդ շատ հաճելի է։ Ես էլ քեզ շնորհակալ եմ, որովհետև հաճախ վերցնողը ավելի լավ գործ անում, քան տվողը։ Այսինքն եթե դու չվերցնես, ես դառնում է իզուր լինում այդ ամեն ինչ, էլ։ Դե, հարգանքներս։ Ինձ թվում է, հա, իդեպ ձեր հարցերով կարող եք մասնակցել մեր դիալոգին, գրեք հետաքրքիր հարցեր, ցանկալի է որ հարցերը լինեն մետաֆիզիկայից կամ ֆիզիկայից, եւ մենք կպատասխանենք այդ հարցերին։ Այսօր ես ուզում եմ մենք նաեւ արխետիպերից խոսայինք, որովհետեւ քո արխետիպը դու շատ ես ուսումնասիրել, մենք դրա մասին շատ ենք խոսացել, բայց մեկ այլ առիթով կխոսենք առիթ մնաց հետո էլի հանդիպելու, պատկաստ նկարելու։ Դե, ինչ հանդիպում, սպասում ենք ձեր հարցերին եւ մենք նույնպես կպատասխանենք դրանց եւ իմացեք, որ դուք մեր պատկաստի լիարժեք եւ ակտիվ կողմ եք եւ այս հաթոռը նախատեսված է հենց ձեր համար։ Դե, ինչ հանդիպում։